2009 թվականի վերջին Մարիամ Գևորգյանն ամուսնացավ Դավիթ Զիրոյանի հետ և մեկնեց Սանտ Պետերբուրգ, իսկ այսօր 2013 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր նրան այնտեղ 10 ամիս շարունակ խոշտանգող զգեստրոջ Հայկանուշ Միքայելյանի գործով բողոքարկումը։ Լրագրողներն ու բարեկամները շատ էին, իսկ դատարանի դահլիճը փոքր, շատերն այդպես էլ ներս չմտան։ Եկել ենք ստեղ հիմա փոխանակ թողնեն թղթակիցներին, հարազատներին, դրսից եկած մարդկանց, որ գիտեն, ընդ մեկա խոսակցական ոչ բան չկա։ Ասում մեզ դահլիճ տրամադրեք, ինչ է փոքր տրամադրում։ Էս է մեր աթոռներ ավելացրեք ուրեմն, թող ժողովուրդը գան, նստի, բոլորն էլ լսեն այս գործը։ Ինչի համար է սահմանափականում, որ այդ գործը դուրս չգա այդ սահմաններից։ Դատական նիստի ընթացքում քննության առան և Տուժողի և Ամբաստանյալի կողմից ներկայացված բողոքները։ Տուժողը պահանջեց Հայկանուշ Միքայելյանի պատժաչափը, որ ներկայումս մոտ 1 տարի է, ավելացնել և տալ առավելագույն պատժաչափ 5 տարի, չկիրառել համաներում և բավարարել 17.350.000 դրամի փոխհատուցման քաղաքացիական հայցը։ Ամբաստանյալն էլ պահանջում էր կիրառել համաներում և ազատել իրեն պատժի կրումից։ Գտնում եմ, որ մեր կողմից ներկայացված բողոքը պատճառաբանված է, հիմնավոր, մենք բերել ենք բոլոր այն հիմնավորումները, որոնք թերևս ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր հաշվի առնել և նշանակել ավելի խիստ պատիժ, չկիրառել համաներում, նաև դատարանը պարտավոր էր կիրառել իմ կարծիքով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը և մեր կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել։ Տուժող կողմը նաև ներկայացրեց միջնորդություն կրկնակի գեղագիտական փորձաքննություն անցկացնելու համար։ Մեր համոզմամբ Մարիամ Գևորգյանի ականջներին առկա սպիները, որոնք պատճառվել են Ամբաստանյալի կողմից, գեղագետի կողմից պատշաճ չեն գնահատվել, քանի որ դրանք ըստ էության հանդիսանում են դեմքն այլանդակող անջնջելի վնասվածքներ, սակայն գեղագետը տվել է եզրակացություն, որ դրանք այլանդակող վնասվածքներ չեն հանդիսանում։ Հայաստանում ընտանեկան բռնությունը կարգավորող օրենք չկա։ Ընտանեկան բռնության դեպքերը գնահատվում են առանձին օրենքի համատեքստում։ Օրինակ, Մարիամի նկատմամբ կատարված բռնությունը քննվում է քրեական օրենսգրքի 113-րդ առողջությանը դիտավորության միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով։ Այդպիսի որակում կարող է ստանալ ցանկացած բռնության դեպք։ Եթե ընտանեկան բռնության օրենքը կիրառվեր, իրականանար, նույն տիպի բանավեճները կամ ասենք հիմնավորումները դա չերյալ կհամարվեին, որովհետև լրիվ ոչ գիտական, ոչ ուսումնասիրված ընտանեկան բռնության տեսանկյունից լրիվ սխալ էր։ Այստեղ բարձրացավ այդ խնդիրը, որ ամուսինը եւ գեսուրը շատ ընդունված են համայնքի մեջ, նույնիսկ համայնքի ներկայացուցիչը ինչ որ նամակ ներկայացուց, որ ինքը շատ լավ անձնավորություն է, նորեն ընտանեկան բռնության բռնարարի գերբարը այդպես է, որ դրսում ինքը երևում է շատ բարի, շատ ազնիվ անձնավորություն, ներսում շատ դաժան անձնավորություն։ Այդ ամբողջ խնդիրները, այսինքն հոգեբանությունը ընտանեկան բռնությանը, եթե մենք լավ կդիրաբեինք, եթե իրավաբանները լավ կդիրաբեին, եթե դատարանը լավ կդիրաբեդեր, այսպիսի ծիծաղելի պատճառաբանություն մենք չենք լսել այսօր։ Ըստ ԵԱՀԿ զեկույցի Հայաստանում հիմնականում ընտանեկան բռնության ենթարկվողները կանայք են, որոնց 13%-ը բռնության է ենթարկվել ամուսնու ծնողների կողմից։ Բռնության ենթարկվածների 42%-ը չի դիմել իրավապահ մարմիններին, քանի որ բռնության ենթարկողը բարեկամ, բարի կամեցող է եղել։ 22%-ն էլ ամաչել է բռնությունից ու այն հրապարակայնացնելուց, իսկ 7%-ը չի վստահել իրավապահ մարմիններին։ Խոշտանգված, պատառաքաղով ծակծկված, արթուկով այրված ու պարբերաբար դաժան ծեծի ենթարկված Մարիամը մի կերպ փախել վերադարձել է Հայաստան և պայքարում է արդարության համար։ Դատական նիստը կշարունակվի մարտի 15-ին Տուժողի և Ամբաստանյալի ելույթներով։